Կառավարությունը 1141 հայտ է ստացել աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից, որոնց վարչապետը հրավիրել էր գիտելիքները ծառայեցնել Հայաստանի պետական կառավարման համակարգին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40%-ը անցել է երկրորդ փուլ։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, իսկ մի շարք դիմումատուների դեպքում վարչապետը բարձր պաշտոններում նշանակելու որոշում արդեն կայացրել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայրամովի խոսքով կարգավորման գործընթացի տարրերից մեկը թրիփ նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության ու ականազերծման վերաբերյալ հարցեր։ Խաղաղության պայմանագիր կնքելու համար Բաքուն շարունակում է նախապայմաններով խոսել Երևանի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Դրանից հետո Ադրբեջանը խնդիր չի տեսնում պայմանագիր ստորագրելու համար, նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Նրա խոսքով ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Նա վարչապետին հասկացնում է, որ դու սահմանադրական մեծամասնություն չունես, դա չի նշանակում, որ ձեր կողմը կարող է պարտավորություններ չկատարել եւ անկախության հռչակագիրը չեղավ չհայտարարել սահմանադրությունից։ Գտիլ ճանապարհ Հայաստան ներքին գործ ունի այլ։ Ադրբեջանը կարող է շատ հանգիստ միջամտել Հայաստանի ներքին գործերին, որը ներքին չի արդեն, որտեղ այդ գործերն վերաբերվում են Ադրբեջանին։ Հայաստանը կապիտուլյացիա ենթարկված երկիր է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած բան կարող է պահանջել։ Հապկում Հայաստանի մնալու նպատակահարմարությունից և նրան ձայնի իրավունքից զրկելու հնարավորության մասին խոսել է Հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա զրույցում նշել է, որ որոշման ընդունման համար կպահանջի կոնսենսուս։ Հարցի քննարկումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը, կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում։ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին, խոստովանությունը Ադրբեջանի նախագահի օգնականինն է թուրքական հեռուստաալիքի հետ զրույցում։ Հաջիևը հայտարարել է, որ ցեղասպանության փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում, ինչը ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ կարմիր գիծ է Բաքվի համար, քանի որ որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Հաջիևը Բաքվի դիրքորոշումը բացատրել է հանգամանքով, թե իբր նման որոշման ընդունումը չէր արտահայտելի պատմական իրականությունը։ Զելենսկին հայտարարել է, որ որքան ուժեղ եւ անկախ լինեն նախկին խորհրդային միության երկրները, այնքան դժվար կլինի Ռուսաստանին վերականգնել նախկին ազդեցությունը։ Նա նշել է, որ Ուկրաինան կարևոր դեր ունի այս գործընթացում եւ ընդգծել է Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը։ Զելենսկին հիշեցրել է, որ այս տարի Ուկրաինան երկար դադարից հետո վերականգնել է կապերը Հայաստանի հետ, կարևորելով երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ անցկացրել է խորհրդակցություն նվիրված Հայաստանի բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքին։ Քննարկվել են նաև նոր համազգեստի զորային փորձարկման արդյունքները եւ դրան ներդրմանը վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։ Խորհրդարանի իշխանական խմբակցությունից անդրադարձել են սահմանադրության փոփոխության հնարավորությանը։ Հարցին, թե քաղաքացիական պայմանագիրը անհրաժեշտ ձայներ չունի սահմանադրություն փոխելու համար, այդ դեպքում ինչպես է սահմանադրությունը փոխելու, Հասմիկ Հակոբյանը նշել է, որ սահմանադրության նոր տեքստը հանրային լայն քննարկման է դրվելու եւ հետո եթե ժողովրդի համար ընդունելի լինի, ապա ժողովրդի որևէ ընտրյալ падգամավոր դժվար թե դեմ արտահայտվի կարևոր փոփոխությանը։ Իշխանական падգամավորի գնահատմամբ ժողովուրդը չի ընտրել սահմանադրությունը եւ կապ չի զգացել մայրօրենքի հետ, որով պետք է առաջնորդվի կյանքի բոլոր փուլերում։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արձագանքելով հարցին, թե արդյոք պայքարը փակուղի չի մտել, նշել է, որ ամեն ինչ անում են օրինական ճանապարհով իշխանությանը հեռացնելու համար։ Պատրաստ են այդ հարցում համագործակցել բոլոր ուժերի հետ, սակայն դա չի լինելու երկիրը ցնցումների տանելու ճանապարհով։ Փաշինյանը ամեն օր գնալով ձախողվելու է։
Ես վստահ եմ գալու է օրը հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը Այդ հույսով եմ, ուրիշ հույսեր եմ։ Հայաստանի բանկային համակարգը 2026 թվականի առաջին կիսամյակը ամփոփում է տպավորիչ աճով։ Ֆինանսական գրեթե բոլոր առանցքային ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել։ Առաջին 6 ամիսների արդյունքներով համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 8.1%-ով, հասնելով 13 տրիլիոն 838 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալն աճել է 3.6%-ով։ Վարկային պորտֆելը ընդլայնվել է 11.5%-ով, կազմելով 8 տրիլիոն 775 միլիարդ դրամ, իսկ ավանդային բազան ավելացել է 8.2%-ով, հասնելով 8 տրիլիոն 71 միլիարդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում բանկերի զուտ շահույթը կազմել է 214 միլիարդ դրամ։ 30.6-ի դրությամբ 116 միլիարդ հարկ են վճարել բանկերը, որից 74 միլիարդը շահույթ հարկի տեսքով, 32 միլիարդը եկամտահարկի տեսքով եւ այլ հարկերը 9 միլիարդի տեսքով։ Դրական ցուցանիշներին համընթաց սրվում են անվտանգային ռիսկերը։ Ֆինանսական զեղծարարություններն ու կիբերխարդախությունները դարձել են ոլորտի գլխավոր մարտահրավերը։ Բանկերը այս սպառնալիքին հակազդում են մի քանի ուղղություններով։ Ապահով ֆինանսներ, լայնածավալ իրազեկման արշավի տեսահոլովակները, արտաքին գովազդը ու ռադիոեթերները հասել են միլիոնավոր քաղաքացիների, իսկ հուլիսի 1-ից գործարկված ստոպ գործիքը թույլ է տալիս վայրկենապես կասեցնել կասկածելի գործարքները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հանձնաժողովների, պետական մարմինների եւ առևտրային բանկերի հետ իրականացվել է շարունակական համագործակցություն, ուղղված ինչպես յուրաքանչյուր անհատական դեպքի գնահատմանը, այնպես էլ համակարգային լուծումների ձևավորմանը։ Բոլոր դեպքերում իրավապահ մարմիններին տրվում է հաղորդումներ եւ ըստ էության բոլոր դեպքերում կարող ենք ասել ցավոք սրտի մեր քաղաքացիների չիմացության, միգուցե նաեւ այսպես հեշտ հավատալու արդյունքում իրանք իրանց կողմից տրամադրում են իրանց բանալիները, փոխանցման գործիքները եւ այդ գումարները փոխանցում են տեղերը, բայց այնուամենայնիվ նույնիսկ այս պայմանագրում բանկերը դրսևորելով հաճախորդամետ մոտեցում իրենց հաճախորդների հետ բանակցում են, գտնում են լուծումներ եւ շատ դեպքերում փոխհատուցման տեսքով, շատ դեպքերում սպասելով իրավապահ մարմինների գործողությունների նաեւ խնդրի լուծման տարբերակներ են առաջարկել։ Տվյալները փաստում են, բանկային համակարգը պահպանում է բարձր կայունություն։ Առևտրային բանկերն ընդլայնել են միջազգային համագործակցությունը, ֆինանսավորման նոր ծրագրեր իրականացնելով տնտեսության ռազմավարական ճյուղերով։ Հայաստանի ֆինանսական պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույցներ միավորել են ուժերը Firebird AI ընկերությանը $300 միլիոն համատեղ ֆինանսավորում տրամադրելու համար։ Այս մեգանախագծի նպատակը Հայաստանում արհեստական բանականության տվյալների մշակման ժամանակակից կենտրոն կառուցելն է։ Նախատեսվում է, որ ծրագիրը մոտ $4 միլիարդ կկազմի եւ բանկերը պատրաստակամություն են հայտնել այս ծրագրի աջակցման, ֆինանսավորման հարցում։ Նախորդ 6 ամսվա ընթացքում հայաստանյան 7 բանկեր կարողացել են միջազգային կառույցներից, միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել մեր կարծիքով աննախադեպ ֆինանսական միջոցներ, շուրջ $700 միլիոն միջոցներ են ներգրավել, հիմնականում նախատեսված փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, կանաչ ֆինանսավորման եւ այլ նպատակներով։ Բանկերն ակտիվացրել են նաև տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցող ծրագրերը։ Տնտեսվարողների աջակցման շրջանակում մայիսի 1-ից նվազեցվել են նաև ՓՄԶ վարկերի տոկոսադրույքները։ Նախաձեռնությունը տարածվել է շուրջ 56,000 վարկի վրա, 2 տրիլիոն դրամ ընդհանուր ծավալով։ Մարտի 1-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 45,000 տնտեսվարողների համար սահմանվել են փոստտերմինալներով գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Բացի այդ, արկա քեշբեք ծրագրով առաջին կիսամյակում քաղաքացիներին է վերադարձվել 2.1 միլիարդ դրամ, իսկ ապրիլի 1-ից 75 տարեկանից բարձր եւ հաշմանդամություն ունեցող 50,000 անձանց համար ապահովվել է կենսաթոշակների բացառապես անկանխիկ վճարման համակարգը։ Ռուսական շուկայում հայկական կոնյակը կորցնում է դիրքերը, ըստ ռուսական մամուլում տարածվող տեղեկությունների 2026 թվականի առաջին կիսամյակում մանրածախ վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.2% եւ կոնյակի ընդհանուր պահանջարկում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 20%։ Մեկ այլ տեղեկությամբ էլ սահմանափակումներից հետո ռուսաստանցի որոշ ներկրողներ եւ մատակարարներ եւս սկսել են կրճատել Հայաստանից գնվող ալկոհոլի ծավալները, խուսափելով հնարավոր նոր ռիսկերից։
կողմից։ Ռուս փորձագետները կանխատեսում են, թե երկարաժամկետ հեռանկարում հայկական կոնյակին կարող են փոխարինել վրացական, ադրբեջանական եւ ուզբեկական խմիչքներով։ Տնտեսագետների գնահատմամբ խնդիրը հայկական կոնյակի որակը չէ։ Նրանց խոսքով այն պահպանում է բարձր որակը, սակայն շուկայում ստեղծված իրավիճակի հիմքում միայն տնտեսական մրցակցությունը չէ։ Ռուսական շուկայում հայկական կոնյակի հետ մրցումը Դաղստանի կոնյակի գործարանի արտադրանքը բավականին բարձր է որակը ու որակի բարձր լինելու հիմքը հայկական նույն կոնյակագործներն են դրել ժամանակին, քանի ռուսական կողմը քաղաքական հարթության վրա լեգիտիմությունը չի ճանաչել Հայաստանի տեղնոստած ընտրությունների եւ քանի կա այդ ԵԱՏՄ եւ ԵՄ հակամարտության թեման, որ հայկական կողմը առաջ է տանում, կասելի գործընթացը, որտեղ դրապակը քաղաքական կրակավար։ Հնարավոր կորուստները Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, նույնիսկ անգամ Ճապոնիա արտահանմամբ փոխհատուցելու փորձեր նախկինում եղել են, սակայն ակնկալվող արդյունքը չեն ապահովել, ասում են փորձագետները։ Նրանց դիտարկմամբ այդ շուկաներում հայկական արտադրանքը բախվում է բարձր մրցակցության, սպառման այլ մշակույթի եւ ճանաչելիության խնդրին, իսկ գնման պարագայում էլ ըստ մասնագետների հիմնականում Սփյուռքի ներկայացուցիչներն են լինում։ Տարակներում տեղ գրավելու, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից ընդունված լինելու այդ հնարավորությունը փորձել են իրականացնել, չի հաջողվել, որովհետև այնտեղ կարգի բազմազանություն կա, հետո անգլո-սաքսոնական կամ գերմանո-ռոմանական ազգերի մոտ ավելի ընդունված են իրենց խմիչները, հայկական կոնյակը այդտեղ անելիք չունի։ Եթե հայկական կոնյակը արտահանվում է, գնորդները միայն հայկական սփյուռքն են հանդիսանում։ Քաղաքագետների գնահատմամբ վաճառքի հետագա պատկերը պայմանավորված է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ընթացքով։ Երկարատև քաղաքական տարաձայնությունները ըստ մասնագետների ժամանակի ընթացքում կարող են տնտեսական հետևանքների վերածվել, սահմանափակելով ոչ միայն վաճառքը, այլև հայկական արտադրանքի ներկայությունը ռուսական շուկայում։ Իսկ եվրոպական շուկայում էլ խնդիրը ըստ մասնագետների ոչ միայն մրցակից արտադրանքի մեծ առաջարկն է, այլ բրենդավորումը։ Եվրամիության հետ կապված ես կարծում այդ հնարավորությունները շատ խիստ սահմանափակ են։ Այս տարի նաև լծվել են բոլոր իտալական պահեստները գինու, նրանք չգիտեն ինչ անեն։ Ֆրանսիան իր կոնյակը ապահովում է բրենդավորմամբ, պլյուս բրենդավորման խնդիրը կա, որովհետև հայկական կոնյակը որպես բրենդ կարողություն ունի միայն հետխորհրդային տարածքում։ Որպես առավել հեռանկարային ուղղություններ, փորձագետները առանձնացնում են ասիական շուկաները, միաժամանակ նկատելով, որ այստեղ եւս հնարավորությունները սահմանափակում են տարածաշրջանի մի շարք երկրներում ալկոհոլային խմիչքների վաճառքի նկատմամբ գործող արգելքներն ու սահմանափակումները։ Մասնագետների գնահատմամբ ռուսական շուկայի հնարավոր կորուստը կարճ ժամկետում ամբողջությամբ փոխհատուցելու իրատեսական ուղղություն առայժմ չկա եւ առաջնային են համարում գործող շուկայում դիրքերը պահպանելը ու արտահանման նոր հնարավորությունների հետևողական որոնումը։